Շատ շատերը Աստվածաշնչին եւ Աստծո խոսքերին նրա բերանից դուրս եկած չհավատացին։ Շատ շատերը կասկածեցին, շատ շատերը լուրջ չվերաբերվեցին այն խոսքերին, այն խոստումներին, որոնք Աստվածաշնչում մոտավոր հաշվարկներով 30,000-ն են։ Ինչպես Նոյի օրերում, որ Նոյը Աստծուց վերցնելով այդ խոսքը, որ շատ օրեր չանցած լինելու է ջրհեղեղ, պատրաստվելով կառուցել տապանը եւ նաեւ վարկաբեկվել մարդկանց կողմից, ովքեր որ մտածում էին դա ուղակի թյուրիմացություն է, դա ուղակի ինչ-որ մի երևույթ է, որ մարդ միգուցե գժվել է, միգուցե ինչ-որ մի բան է անում, որ չի հասկանում։ Բայց երբ որ ջրհեղեղը եղավ, արդեն բոլորին պարզ էր, բայց արդեն ուշ էր։ Երբ որ դու էլ շատ ու շատ Աստվածաշնչից խոսքեր կվերցնես քո կյանքում եւ իրականություն կդարձնես, մինչեւ իրականություն դարձնելը շատերը կմտածեն, որ դու ուղակի խոսում ես, դու ուղակի անլուրջ բաներ ես ասում, բայց երբ որ խոսքը մարմին կհագնի, այդ ժամանակ լույսը ամբողջովին կերևա, այնպես որ շարունակիր մինչեւ վերջ գնալ, որպիսի հաղթես, Աստված օրհնի քեզ։